Եթե տղամարդը տևական ժամանակ հաճախ է օգտագործում ոգելից խմիչքներ, կարող են զարգանալ նրա կրծքագեղձերը։ Առաջանում է գինեկոմաստիա, այսինքն տղամարդկանց մոտ կրծքագեղձերի մեծացում։ Ալկոհոլը կարող է հանգեցնել սեռական անկարողության կամ ազդել տղամարդու պոտենցիայի վրա։ Այո, միանշանակ, մեր սեքսուալ առողջությունը այն է, ինչ մենք ուտում ենք։ Դդմի կորիզը նաև շագանակագեղձի կորզնության համար է կարևոր նշանակություն ունենում տղամարդկանց, որը թևավոր խոսքերով ասած տղամարդու երկրորդ սիրտն է, խորհուրդ ենք տալիս առավոտյան ինտիմ մերձեցումը, որը որ շատ ավելի դյուրին է օրգանիզմի համար։ Տղամարդը տարբեր տարիքային խմբերում, այդ թվում նաև բավականին մեծ տարիքային այդ հատվածում կարող է ունենալ բեղմնավորող հատկությունները օժտված սերմնահեղուկ։ Ի տարբերություն կնոջ, կանանց սեքսուալության վրա ազդող դեղորայքները չափազանց քիչ են։ Ողջույն։ Տարեց տարի ավելի են երիտասարդանում բոլոր տեսակի խնդիրները, այդ թվում նաև առողջական։ Առողջ կենսակերպն ու առողջ սնունդը ինչ կերպ են անդրադառնում նաև սեռական ցանկության ու հնարավորության վրա։ Այսօր այս մասին ենք զրուցելու իմ հյուրի հետ, ով սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բժիշկ, առողջ սննդակարգը ինչ ազդեցություն ունի սեռական ցանկության եւ հնարավորության վրա, եւ որպեսզի մեր այսպես զրույցը սրընթաց գնա, սկսենք հենց սուրճից, քանի որ որպես կանոն օրը հենց սուրճով ենք սկսում, սովորությունը այսպեսի արմատացել է մեր կենսակերպում սուրճը։ Ինչ ազդեցություն են ունենում, առաջին հայացքից թարմացնում է մարդուն, բայց սեռական հնարավորությունները ու ցանկության առումով ինչ մտերք է սա։ Այո, ըստ էության սնունդը եւ առողջ սննդակարգը ունի բացառիկ մեծ կարևոր նշանակություն սեռական առողջության վրա։ Չէ՞ որ սննդի ճիշտ ռացիոնի կազմման, նրանում պարունակվող միկրոէլեմենտների, վիտամինների, սպիտակուցներ ճարպերածխաջրերի ճիշտ համամասնությունից է պայմանավորված մեր ընդհանուր առողջությունը եւ նրա բաղկացուցիչ մաս սեռական առողջությունը։ Շատ թևավոր խոսքեր կան, որոնցից մեկը շատ ակնհայտ է, ասում է մեր սեքսուալ առողջությունը այն է, ինչ մենք ուտում ենք։ Ըստ էության, այո, սննդակարգը ունի բացառիկ կարևոր նշանակություն։ Մենք իհարկե մեր զրույցի ընթացքում կփորձենք ավելի մանրակրկիտ որոշ սննդատեսակների, սննդամթերքների կարևորությունը եւ նրանց խթանող ազդեցությունը քննարկել սեքսոլոգիական տեսանկյունից, բայց քանի որ օրը սկսում ենք մենք սուրճով, եկեք առաջի հերթին քննարկենք սուրճի ազդեցությունը։ Ուսումնասիրությունները պարզել են, որ սուրճը քիչ քանակությամբ ունի խթանող որոշակի ազդեցություն։ Ճիշտ է, այն չի պարունակում որոշակի էներգետիկ պոտենցիալ, սակայն սուրճի քիչ շապաբաժինները մեր օրգանիզմում ունեն մեր էներգետիկ պաշարները խթանող ազդեցություն։ Եվ թարմացնելով, առույգացնելով ընդհանուր առմամբ կենսակերպի բարելավման, այրեն շրջանառության կարգավորման իմաստով նրանք կարող են նպաստել ընդհանուր առմամբ մեր աշխատունակության, մեր տրամադրության բարձրացմանը։ Սակայն ապացուցված է նաև եւ հակառակը, որ չափից դուրս քանակի օգտագործումը ու տարբեր անհատների մոտ եւ տարբեր հետազոտություններով 3-4 բաժակ եւ ավելին համարվում է արդեն չարաշահում եւ կարող է ունենալ ընդհակառակը ընկճող եւ որոշակիորեն սեռական ցանկությունը նվազեցնող ազդեցություն։ Ուստի շատ կարևոր է սննդատեսակների էֆեկտիվությունը գնահատել նաև նրանց դոզակախյալությամբ, քանի որ ամենաանվտանգ կամ ամենաանմեղ թվացող սննդատեսակները, սննդամթերքները կարող են չարաշահման դեպքում ազդել որոշակի ունենալ հակառակ ազդեցություն։ Ուստի դրա համար ճիշտ է, որպեսզի մենք խոսելով ամեն մի սննդատեսակի մասին, նաև շեշտենք նրա չափաբաժինների կիրառումը, նրա չարաշահման հետևանքով առաջացած վնասները։ Ստացվում է, որ օրական 4-5 բաժակ արևելյան սուրճը, եթե գերազանցենք այս չափը, ոչ միայն այլ օրգան համակարգերին կվնասենք, այլ նաև սեռական ցանկությունը կճնշենք։ Այո, որովհետև որոշակի հետազոտություններ կան պարզում են, որ ղեյխիում տեղի ունեցող որոշակի փոփոխությունների հետևանքով կարող են բերել հորմոնալ դիսբալանսի, հորմոնալ հավասարակշռության խանգարման, ինչը նաև կարող է ընկճող ազդեցություն ունենալ նաև տեստոստերոնի վրա։ Իսկ ինչը կարող է նպաստել ձեր սեռական ցանկությանն ու հնարավորության իմանալու համար, շարունակեք դիտել մեզ, մինչ այդ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Ստեղծում եք նաև զանգակա, մեր հետագա ներբեռնումները բաց չթողնելու համար, ինչպես նաև կարող եք գտնել մեզ ցանկացած սոցիալական հարթակում, մասնավորապես դրանք Instagram, Facebook եւ TikTok-ն են։ Բժիշկ, ընդեղեն,
անկույս, չամիչ, պոպոկ եւ այլ այդ չարաս կոչվածը ինչ ազդեցություն է թողնում, որովհետեւ ասում են շատ պոպոկ կեր, որպեսզի տղամարդու առողջությունը դեռ ավելի ակտիվ լինի։ Իրականում, այո, այդ թեվավոր խոսքի մեջ կա որոշակի ճշմարտություն, ասեմ հետևյալը, որ ընդհանուր առմամբ նուշի, ընկույզի, պիստակի մեջ ունենք մեծ չափաբաժին որոշակի դրական եւ կարեւորագույն միկրոէլեմենտներ, ցինկ, մագնեզիում, որոնք ունեն սեռական համակարգի վրա դրական ազդեցություն։ Այնտեղ պարունակվող օրինակի համար ասենք ցինկ միկրոէլեմենտը ունի մեր օրգանիզմում տեստոստերոնի ակտիվությունը խթանող ազդեցություն։ Եվ կգաղտնիք չէ, որ ընդհանուր մեր սեռական առողջության մեջ, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար, տեստոստերոնը ունի սեռական ակտիվությունը խթանող ազդեցություն։ Եվ մեր լիբիդոն, այսինքն սեռական մղումը, սեռական ցանկությունը մեծապես պայմանավորված է նաև տեստոստերոնի քանակով։ Ըստ էության նաև չպետք է մոռանալ նրանց չափաբաժինների մասին, որովհետև չափաբաժինների գերազանցման պարագայում կարող եք ունենալ որոշակի էներգիայի ավելցուկ, ինչը կարող է դրսևորվել նաև ճարպակալման խնդրի առաջացմամբ, որտեղ նրանք մեծ քանակությամբ կալորիա են պարունակում։ Ուստի դրա համար ամեն դեպքում պետք է չափաբաժինը չգերազանցի մեր էներգետիկ ծախսը, որպեսզի մենք չունենանք կալորիաների ավելցուկ։ Դդմի կորիզը նաև շագանակագեղեցիկ օրհնության համար է կարևոր նշանակություն ունենում տղամարդկանց, որը թեվավոր խոսքերով ասած տղամարդու երկրորդ սիրտն է, որովհետև ցինկը, որը որ պարունակում է նրա մեջ մեծ քանակությամբ, ունի շագանակագեղեցում որոշակի կարևորագույն դերակատարություն։ Չպետք է մոռանանք նաև, որ նուշի, ընկույզի եւ դդմի կորիզի, ինչպես նաև արևածաղկի սերմերում պարունակվող միկրոէլեմենտները եւ սննդարար նյութերը մեծ նշանակություն ունեն նաև վերարտադրողական ֆունկցիայի առումով։ Գաղտնիք չէ, որ այլ տղամարդիկ, որոնք որ պլանավորում են երեխա ունենալ, խորհուրդ է տրվում 2-3 ամիս համապատասխան չափաբաժինով օգտագործել այդ վերոհիշյալ սննդամթերքները, որովհետև նաև սերմնաբջիջների ակտիվացման եւ որակի կարգավորման վրա ունենում է որոշակի դրական ազդեցություն։ Այսինքն, եթե տղամարդը պլանավորում է հայրանալ, մի քանի ամիս առաջ նախապես այդ սկսի ակտիվ օգտագործել արևածաղիկ, բոված թեհում։ Շատ կարևոր է բնական վիճակում, որովհետև ջերմային մշակումների ժամանակ որոշակի նյութեր կարող են ոչնչանալ եւ իրենց ակտիվությունը կորցնել։ Շատ հատկանշական է, որ բալիկ պլանավորելուց առաջ նաև խորհուրդ է տրվում տղամարդկանց պարագայում 3 ամիս առաջ, 72-ից 90 օր առաջ, խորհուրդ է տրվում բացառապես խուսափել եւ վերացնել բոլոր վնասակար սովորույթները։ Դա վերաբերում է ալկոհոլի օգտագործմանը, ծխախոտի օգտագործմանը եւ ինչու՞ չէ նաև թմրանյութերից հրաժարվելուն կատեգորիկ։ Ինչու՞, որովհետեւ այդ ժամանակահատվածը գոնե անհրաժեշտ է, որպեսզի օրգանիզմը կարողանա վերաթարմացում իրականացնի եւ դա համապատասխանում է մեկ ամբողջական ցիկլին սերմ առաջացման, այսինքն նոր սերմաբջիջներ առաջանան ավելի առողջ, ավելի կենսունակ եւ պտղաբերության առումով առավել արդյունավետ։ Ալկոհոլը, խոսեցինք այս մասին, ալկոհոլը կարող է հանգեցնել սեռական անկարողության կամ ազդել տղամարդու պոտենցիայի վրա։ Այո, միանշանակ պետք է ասել, որ քիչ քանակությամբ ալկոհոլը կամ կարմիր գինիները ունեն որոշակի դրական խթանող ազդեցություն, ինչու, որովհետև կարմիր գինիներում պարունակող նյութերը ունեն մի ազդեցություն, որը նպաստում է օրգանիզմի անթալայնիչ էֆեկտի։ Իսկ անթալայնիչ էֆեկտը նաև նպաստում է կողմնակի խոռոչի օրգանների անընդհանրացմանը։ Ինչու՞ չէ նաև քիչ քանակությամբ ալկոհոլը կարմիր գինի տեսքով կարող է անձանց մոտ թոթափել օրվա լարվածությունը, հոգնածությունը եւ այդ գլխուեղի կեղևի վրա ունենալով որոշակի դրական եւ թոթափող ազդեցություն նպաստել ենթակեղևի ակտիվացմանը։ Սակայն պետք է նշել, որ շաբազանց պետք է ուշադիր լինել դոզային։ Այսինքն 1 գավաթ կարմիր գինին բավարար է, որպեսզի ինքը ունենա դրական ազդեցություն եւ որոշակիորեն խթանի նաեւ սեռական ցանկությունը։ Դրա քանակի գերազանցումը հանգեցնում է լրջագույն խնդիրների։ Վերում է որոշակի լյարդի վնասման, այնտեղ տեստոստերոնի փոխանակությունն է խանգարվում, տեստոստերոնի ակտիվացումը հակառակը տույժում է եւ առաջանում են դեպի շղթայական փոփոխություններ են ընթանում եւ շատանում է կանացի հորմոնները եւ առաջանում է սեռական անկարողություն։
Եթե դիտարկելու լինենք եւ բոլորս էլ կարծեմ թե համոզված ենք, որ ալկոհոլիզմով տառապող անձանց մոտ սեռական անկարողությունը 90% է հասնում։ Եվ այն մարդիկ, որոնք որ չարաշահում են դա, բերում են ինչպես օրգանիզմի մնացած օրգանների վնասման, այնպես էլ սեռական անկարողության դրանից փող արդեն լրջագույն հետևանքների։ Բժիշկ, մի վարքյան մի բան ճշտեմ, կարմիր գինեին ասացիք, որ չարաշահման պարագայում տղամարդու օրգանիզմում կանանց հորմոնների աճին է խթանում։ Այո, այն ալկոհոլ է, որը որ ընդհանրապես վերաբերում է դա ալկոհոլի գերազանցմանը, դա բերում է որոշակի լյարդի բջիջների վնասման, հեպատոցիտների վնասման, եւ այնտեղ է տեղի ունենում մեր տեստոստերոնի ակտիվացումը դիհիդրոէպիանդրոստերոնի ձևավորում, որը որ ավելի ակտիվ ձևն է եւ ավելի կենսունակ ձևն է տեստոստերոնի։ Ուստի այդ փոխհալակության խանգարման հետևանքով ռեակցիաները, մեր կենսաբանական բիոքիմիական ռեակցիաները ընթանում են ոչ թե տեստոստերոնի ակտիվացման ուղղությամբ, այլ տեստոստերոնից իգական հորմոնների ձևավորման ուղղությամբ եւ որոշակիորեն բերում են արդեն կանացի հորմոնների շատացման օրգանիզմում, դրանից բխող նաեւ տղամարդու սեռական ֆունկցիայի խանգարման։ Եթե տղամարդը տևական ժամանակ հաճախ է օգտագործում ոգելից խմիչքներ, կարող են զարգանալ նրա կրծքագեղձերը, այսինքն ժամանակի ընթացքում մենք տեսնենք, որ նրա մարմնի կազմվածքը փոխվում է, այդ թվում նաև ոչ տղամարդու բնորոշ հատվածներում։ Այո, քանի որ որոշակիորեն մենք նշեցինք, որ տեստոստերոնի փոխանակությունն է տուժում, նաև դրա հետևանքով շատանում է հնարավոր է ավելանա պրոլակտինի քանակությունը, որը ուղեղից արտադրվող հորմոն է, եւ պրոլակտինի ազդեցությամբ նրա չափաբաժնի քանակի ավելացման պայմանավորված առաջանում է գինեկոմաստիա, այսինքն տղամարդկանց մոտ կրծքագեղձերի մեծացում, ինչը որ ըստ էության արդեն կանացի մանրակառուցվածքի որոշակի ազդակներ են հաղորդում, կանացի ֆեմինին մանրակառուցվածքի էլեմենտներ է եւ կարող է որոշակիորեն ինչպես էսթետիկ խնդիրներ հարուցել, այնպես է նաև ֆունկցիոնալ իմաստով պատճառ հանդիսանալ սեռական ակտիվության նվազման։ Գոյություն ունի արդյոք սուպերֆուդ, որը օգտագործելով մարդը իր պոտենցիան էլ ավելի կկրկնապատկի կարճ ժամանակահատվածում, այդպիսի սուպերֆուդ, որովհետև շատերս մարքեթինգի զոհեր ենք դառնում, լսում ենք սա կտրուկ նիհարեցնում է, սա կտրուկ շաքարն է արյան մեջ իջեցնում, սա ճնշումը, արդյոք իսկապես այդպիսի սուպերֆուդեր գոյություն ունեն նաև սեքսոլոգիայի բնագավառում։ Սեքսոլոգիայի բնագավառում հայտնի այսպես կոչված չակերտավոր սուպերֆուդերը, դրանք անվանվում են աֆրոդիզիակներ, այսինքն սննդատեսակներ, որոնք ունեն սեռական ֆունկցիան խթանող ազդեցություն։ Աֆրոդիսակ բառը առաջացել է հին հուներեն Աֆրոդիտա աստվածուհու, սիրո աստվածուհու անունից, որը որ շատ այսպես գաղտնիքներ է պարունակել, հմտությունների է տիրապետել եւ սննդամթերքներ է կիրառել եւ դա հարուցել է սեռական ակտիվություն։ Աֆրոդիզակները ըստ էության գիտական շատ մեծ հիմք չունեն, բայց ապացուցված որոշակիորեն մեծամասշտաբ հետազոտությունները ցույց են տալիս, որ այո, որոշակի սննդատեսակներ կան, որոնք ավելի խթանող ազդեցություն ունեն սեռական ֆունկցիայի վրա եւ նաեւ սեռական առողջություն պահպանման համար ունեն կարեւորագույն նշանակություն։ Մի քանիսը դրանցից պետք է նշենք, դա ամենահաճախ այսպես շատ կիրառվողը ուստրեներն են, որոնք ունեն շատ կարևորագույն անփոխարինելի սպիտակուցներ, ամինաթթունային բաղադրիչներ եւ ցինկ, որը որ տեստոստերոնի ակտիվացման համար ունի կարևորագույն նշանակություն։ Հաջորդը դա իմբիրն է, որը որ ընդհանուր իմունիտետի խթանման մեխանիզմով, ընդհանուր արյան շրջանառության կարգավորման մեխանիզմով նպաստում է նաև սեռական ֆունկցիայի կարգավորմանը նպաստում։ Համեմունքները, որոնք որ կծու պղպեղ չիլի պղպեղները, որոնք որ ընդհանուր առմամբ ունեն օրգանիզմի արյան շրջանառությունը ուժեղացնող ազդեցություն եւ դրական են ազդում ընդհանուր օրգանիզմի առողջության վրա։ Մեղրը նույնպես աֆրոդիզակ հատկություններ ունի եւ մեղրում պարունակվող նյութերը ունեն անթալայնիչ կարևորագույն ազդեցություն եւ նաեւ ընդհանուր առմամբ նպաստում են իմունիտետի կարգավորմանը։ Եկեք մի հետաքրքիր փաստ նշեմ, մենք ձմերուկի մասին կարծես թե մտածում ենք, որ ձմերուկը միայն այսպես Իմ ամենասիրելի հատապտուղն է, բայց նա ունի շատ կարևորագույն նյութ իր մեջ, սիտրուլինը, որը արգինինի աղբյուր է։
Իսկ արգինինը ամենակարևորագույն անթալայնիչ նյութն է մեր օրգանիզմում եւ նպաստում է նաեւ սեռական օրգանների արյան շրջանառության լավացմանը եւ ձմերուկի օգտագործումը մեծ դրական նշանակություն ունի սեռական ֆունկցիայի վերականգնմանը եւ նրա առողջության պահպանման առումով։ Այս սուպերֆուդերը, երբ մենք ասեցինք, այդ թվում նաև ձմերուկը ասեցիք, հիմա շատ տարածված է նաև չրամրգեր են պատրաստում հենց ձմերուկից, արդյոք այդ մթերքները պահածոացված վիճակում, չորացված վիճակում իրենց այս խթանիչ հատկությունները պահպանում են։ Ամենանախընտրելի ձևը օգտագործման դա բնական առանց ջերմային մշակման ձևն է կիրառում։ Սակայն դրան հաջորդող ամենամոտը բնականին դա չրամրգերն են, որոնք որտեղ որ իրականում պահպանված է հիմնական միկրոէլեմենտների եւ վիտամինների բաղադրիչները, քանի որ նրանք որոշակի բնական ճանապարհով են կոնսերվացվում եւ իրենց մեջ պարունակում են եւ կարողանում են չկորցնել այդ բնական նյութերը, որոնք որ ունեն ի սկզբանե։ Իհարկե կոնսերվացված մնացած սննդամթերքներից պետք է խուսափել, իհարկե պետք է նշել անպայման ֆաստ ֆուդերը։ Դրան հակառակ նաև սննդամթերքներ կան, որոնք որ խիստ վնասում են սեռական ֆունկցիան։ Տեսեք տրանս ճարպերը, որոնք որ ձևավորվում են ֆաստ ֆուդերի տապականներում, այո, սրանք իրոք սարսափելի վնաս կարող են հասցնել ինչպես ամբողջ օրգանիզմին, այնպես էլ սեռական ֆունկցիային։ Պետք է անպայման ձգտել սնունդը օրգանիզմի կառուցել նրա պահանջներին համապատասխան եւ շատ կարեւոր է նաեւ տարիքային որոշակի խմբերին իրենց անհրաժեշտ սննդամթերքների պարունակությամբ։ Դիցուք եթե անհատը դեռահասային տարիքի է, տեղի ունենում մարմնասեռական զարգացումը, ապա անպայման նրան պետք է պլաստիկ նյութեր, կառուցողական նյութեր, որոնք դրանք կենդանական սպիտակուցներն են, մսեղենը, ծկնեղենը, կաթնամթերքները, թթվասեր, կաթնաշոր, որոնք որ կենդանական սպիտակուցներ են եւ պլաստիկ կառուցողական մեծ նշանակություն ունեն երիտասարդի զարգացման համար, այդ արբունքային շրջանը։ Շատ կարևոր որոշ դեպքերում, երբ որ ծնողները կամ որոշ դեռահասներ խուսափում են կենդանական սպիտակուցներից, ապա մենք ունենում ենք որոշակի խնդիրներ, որովհետև բուսական սպիտակուցները այնուամենայնիվ չեն կարող եւ լիարժեք փոխարինել եւ իրենց մեջ ունենալ այդ անփոխարինելի ամինաթթուները։ Եվ մենք որոշակիորեն նաեւ հորմոնալ խնդիրներ ենք ունենում։ Այսինքն բուսակերությունը տղա երեխայի ձևավորման ընթացքում իբրև տղամարդ վտանգավոր է։ Մի քիչ խնդրահարույց է, չեմ ուզում այսպես շատ հստակ ձևակերպումներից փորձեմ խուսափել, բայց ամեն դեպքում օրգանիզմի կառուցման մարմնասեռական զարգացման ընթացքում անհրաժեշտ են կենդանական անփոխարինելի ամինաթթուներ, որոնք որ պարունակում են գերազանցապես կենդանական սպիտակուցներում եւ միանշանակ հրաժարվելը կենդանական սննդից կարող է որոշակիորեն դժվարացնել կամ խնդիրներ հարուցել մարմնասեռական զարգացման իմաստով։ Պետք է այստեղ նշել նաև ծովային յուղոտ ձկների կարևորությունը, որոնք իրենց մեջ պարունակում են օմեգա 3 ճարպաթթուներ եւ որոնք ունեն բացառիկ կարևոր նշանակություն նաև իրենց մեջ պարունակող ճարպալույծ վիտամինների շնորհիվ, վիտամին K, D, E, որոնք որ ունեն իրականում կարևոր նշանակություն։ Վիտամին E-ն հավարվում է, այսպես ասած, սեքսի վիտամին եւ ինքը ունի մեր տեստոստերոնը ակտիվացնող ազդեցություն։ Վիտամին D-ն բացառիկ կարևոր վիտամին է, որը նաև ունի հորմոնանման վիտամին է եւ մեր օրգանիզմի ընդհանուր փոխանակության մեջ, ընդհանուր հորմոնալ բալանսի կարգավորման մեջ ունի բացառիկ կարևոր նշանակություն։ Պետք է ասել, որ այդ տեսեք, մենք մի կողմից նշում ենք, որ յուղոտ ծովային ձկները ունեն կարևոր նշանակություն, պարունակում են կարևոր նյութեր։ Սակայն որոշակիորեն, եթե մենք ճարպային սննդամթերքների չափաբաժինը սկսում ենք գերակշռել մեր սննդակարգում, ապա մենք ունենում ենք մի որոշակի խնդիր նաև խոլեստերինի բարձրացում։ Եվ պետք է այստեղ դիֆերենցիենք, տարբերակենք խոլեստերինի լավ եւ վատ ֆրակցիաները, տեսակները։ Ցածր խտության խոլեստերինի չափաբաժինը չպետք է թողնենք, որպեսզի այն բարձրանա, որտեղ ինքը ունի որոշակի բացական ազդեցություն եւ կարող է նաեւ աթերոսկլերոզի զարգացման վտանգ իր մեջ պարունակել։ Դրա համար պետք է անպայման ռացիոնի մեջ բալանսավորված լինի եւ ավելի շատ այդ լավ խոլեստերինի չափաբաժինը գերազանցենք, որովհետեւ այնտեղից են սինթեզվում մեր սեռական հորմոնները։ Հետևաբար կերեք շատ ձուկ, բայց ոչ թե տապակած, այլ շոգեխաշած կամ խորոված։
Այո, որպեսզի մենք ունենանք չվնասենք մեր կարևորագույն միկրոէլեմենտները եւ ճարպաթթուները։ Բժիշկ, դուք թվեցիք մի շարք սուպերֆուդեր տղամարդկանց սեռական ցանկությունն ու հնարավորությունը մեծացնելու համար, արդյոք այս մթերքները նաև կանանց համար են օգտակար հենց նույն իմաստով։ Շատ հետաքրքիր է, կանայք միշտ տարբերվում են իրենց սեքսուալությամբ տղամարդկանցից եւ ասեմ, որ կանանց համար, գիտեք, չնայած կանացի նաեւ կանոչ համար սեռական ցանկություն ապահովող հորմոնը տեստոստերոնն է, բայց կանացիության, մնացած ֆունկցիաների, սեռական ցիկլի մնացած էլեմենտների համար շատ կարևոր է էստրոգենները, այսինքն կանացի հորմոնները, որը սննդատեսակներից այդ ֆիտոէստրոգենները պարունակում են մի քանի սննդամթերքում ավելի շատ քանակությամբ, դրանք քունջութի սերմերն են, դրանք ոսպն է եւ նուշն են, նուշի կաթի մեջ։ Եվ այս նյութերը, որոնք որ պարունակում են ֆիտոէստրոգեններ, կնոջ համար էլ ավելի կարևորագույն եւ ավելի դրական ազդեցություն են, քան թե տղամարդու համար։ Ուրեմն մեր զրույցի այս հատվածը ամփոփելու համար տղամարդիկ ուտում են կոճապղպեղ, ծովամթերք, ձմերուկ, կծու, կանայք ուտում են քունջուտի սերմեր, ոսպազգիներ եւ նուշ։ Այսպիսով համարում ենք այս հատվածը մեր զրույցի ամփոփված եւ անցնում ենք քնի կարևորությանը սեռական հնարավորության ու ցանկության առանցքային դերակատարության առումով գիշերները քնելը որքանով է նպաստում թե բռնարտադրողական առողջությանը տղամարդու եւ կնոջ, թե դրանով զբաղվելու ցանկությանը։ Ճիշտ քնի ռեժիմը չափազանց կարևոր է։ Իհարկե մենք առողջ քունը հորմոնալ բալանսի կարգավորման իմաստով ունի կարևոր նշանակություն։ Քնի ժամանակ է, որ մեր մոտ օրգանիզմում համապատասխան վերակառուցման, վերականգնողական process-ներ են ընթանում եւ մեր նաեւ սեռական հորմոնների իմաստով մեծ կարևոր նշանակություն ունի։ Շատ հաճախ մարդիկ իրենց քնի ռեժիմը խանգարվում է պայմանավորված աշխատանքային գործունեությամբ կամ ներկայիս այս սոցցանցերում տարվելու պայմանավորված եւ գիշերային անքնություն փոխարինվում է, սկսում է փոխարինվել ցերեկային քնկոտությամբ, ինչը արդեն իսկ խանգարման նշան է։ Անհատի մոտ նյարդային համակարգի խնդիրներ է առաջանում, կարող է ստրեսային իրավիճակներ առաջանալ, կորտիզոլ հորմոնի քանակությունն է գերազանցում, որը ստրեսի հորմոն է, օրգանիզմում հյուծում է, ինչպես նաև իջնում է տեստոստերոնի քանակությունը։ Չէ՞ որ մենք գիտենք, որ գիշերային ճիշտ քնի ժամանակ օրը իմիջիայլոց պետք է խորհուրդ է տրվում քնել 11-ից 7-ից 8 ժամ եւ վաղ առավոտյան արթնանալ։ Վաղ առավոտյան մեզ մոտ սինթեզվում է այդ լույսի ազդեցությամբ սինթեզվում է սեռական հորմոնները։ Եվ նամանավանդ տղամարդու պարագայում ունի կարևորագույն նշանակություն, քանի որ մենք առավոտյան արձանագրում ենք նաև առավոտվա էրեկցիաները, սպոնտան էրեկցիաները, դրանք անօթահոսքն է դեպի սեռական օրգաններ, տեստոստերոնի բարձրացում, օրգանիզմը հանդարտ եւ հանգիստ վիճակից սկսում է արթնանալ, եւ սա շատ կարևոր մի նախապայմաններ է ստեղծում առողջ սեռական կյանքի համար։ Բժիշկ ընդունված է համարել, որ սիրով զբաղվում են գիշերվա ժամին։ Դուք խորհուրդ եք տալիս այդ ժամերին քնել եւ ասում եք, որ հիմնականում այդ ակտիվությունը առավոտյանն է լինում, օրգանիզմը սկսում է արթնանալ։ Շատ հաճախ մեր այցելուները նշում են, որ իրենք ամբողջ աշխատանքային գործունեության հետևանքով ունենում են գերհոգնածություն եւ զույգերի մոտ առաջանում է որոշակի քնելու ցանկություն։ Եթե նրանք այդ ժամանակահատվածում ստիպողաբար, այսպես ասած, ընտանեկան ամուսնական պարտքից ելնելով փորձում են իրականացնել սեռական հարաբերություն, ապա ինչ-ինչ դժվարություններ է սկսում արձանագրել տեղի նրանց մոտ։ Իհարկե, սա ինդիվիդուալ է։ Դրա համար մենք ամեն դեպքում խորհուրդ ենք տալիս առավոտյան ինտիմ մերձեցումը, որը որ շատ ավելի դյուրին է օրգանիզմի համար, շատ ավելի հեշտ է, ավելի նախապայմանները արդեն իսկ արձանագրված են, որտեղ կա հորմոնալ բարձր ֆոն, կա արդեն արյան շրջանառության բարելավում, օրգանիզմը հանգստացած է, արթնանում արդեն, եւ դա շատ ավելի ապացված է նաեւ, որ դրական է ազդում նրանց հոգի-էմոցիոնալ
վիճակի վրա, ինչպես նաև արդեն իսկ աշխատանքային գործունեության վրա։ Այն մարդիկ, որոնք որ առողջության ինտիմերդեցում են ունենում, փորձ է տալիս, որ աշխատանքի վայրում լինեն ավելի կրեատիվ, ավելի աշխատունակ եւ դրական էմոցիաներով լի։ Իհարկե, եթե անձնած մոտ չկա գիշերային հոգնածություն, այսինքն աշխատանքային ռիթմը այդքան ծանրաբեռված չէ, ասի աստծո, խնդրեմ, խնդրեմ չկա։ Սակայն սեքսոլոգիական տեսանկյունից առավել դյուրին եւ հեշտ է տղամարդու համար առավոտյան ինտիմ մերձեցումը, որովհետեւ Համար կնոջ համար ըստ էության կան կանայք, որոնք որ նախընտրում են դա, կան կանայք, որոնք ոչ, բայց քանի որ տեստոստերոնի որոշակի բարձրացում դիտվում է նաև լույսի ազդեցությամբ կանանց մոտ, ցերեկային լույսի ազդեցությամբ արևածագի, ապա դրանով իսկ պայմանավորված նաև կարող է արձանագրվել նաև դրական միտում նաև կանանց մոտ։ Արձանագրում են, որ նորմայից պակաս քունը կամ սխալ ժամերին քնելը բացասաբար է ազդում թե սեքսուալ առողջությանը եւ թե առողջության վրա առհասարակ։ Իսկ գեր քնելը մարդիկ շատ են քնում օրվա ընթացքում 12 ժամ, ինչի նշան է սա եւ արդյոք շատ քնելը, ինչպես եւ քիչ քնելը վատ են անդրադառնում առողջության վրա մարդու։ Այո, քանի որ քնի հստակ ռեժիմը ապահով է նաև մեր հորմոնալ ճիշտ կորզայությունը, բալանսավորումը, ապա երկար քնելը, նկատի ունենք նաև առավոտյան ժամերին քնած վիճակում լինելը, հակառակ ազդեցություն է ունենում։ Այսինքն, եթե պետք է մեր մոտ արդեն առավոտյան ժամերին ակտիվացում է նկատվում, հորմոնալ բալանսը այնպես է տեղաբաշխում, որ օրգանիզմը պետք է արթնացնի, եւ այդ ժամանակ, եթե անհատի մոտ կա պաթոլոգիկ այդ երկարատև քնի ռեժիմը, ապա դա սկսում է արդեն մարել եւ օրգանիզմի մոտ արդեն հետագայում հնարավորություններ չի դրսևորվում աշխատունակության կարգավորման իմաստով, ուսուցման, յուրացման իմաստով, չէ՞ որ մենք գիտենք, որ ընդհանուր առավոտյան ժամերին է ամենալավ յուրացումը տեղի ունենում մեր կրթական իմաստով ուսումնական 10-11-12 ժամերի 10-ից 12 ժամը 12-ի հատվածով եւ գաղտնիք չէ որ նաեւ այդ ժամանակի ամենամեծ ծանրաբեռվածությունը ինֆորմացիոն առումով կարող մարդը ընդունել։ Այնպես որ այդ առումով որոշակի դժվարություններ կարող են առաջանալ եւ խորհուրդ չի տրվում չարաշահել նաեւ այդ քնի տևողությունը։ Բժիշկ, իսկ մարդու հոգեբանական վիճակը, լարվածությունը, ստրեսները ինչ կերպ են անդրադառնում սեքսուալ առողջության վրա։ Երկարատև ստրեսը կամ դիստրես համախտանիշը առաջ է բերում մեր օրգանիզմում կորտիզոլի քանակի բարձրացում։ Իսկ կորտիզոլը ըստ էության հակադարձ հորմոն է մեր սեռական հորմոնների։ Կորտիզոլը ինքը ստրեսի հորմոն է եւ օրգանիզմը մոբիլիզացնում է պայքարելու, դիմակայելու արտաքին, այսպես ասած, խուճապային մարտահրավերների։ Դրանով իսկ սեռական հորմոնների սինթեզը սկսում է ընկճվել։ Բարձրանում է նաև պրոլակտինի սինթեզը, որը գլխուղեղից արտադրող հորմոն է, ինչը նույնպես հակառակ կոնկուրենտ է, անտագոնիստ կոնկուրենտ է սեռական հորմոնների։ Եվ այս երկարատև ստրեսները, դիստրես համախտանիշը, որը որ կարող է երկարատև ցկվել, կարող է բերել օրգանիզմի հյուծման եւ նաեւ սեռական ֆունկցիայի ապակտիվացման։ Շատ հաճախ մենք այսպիսի զույգեր ենք դիտարկում, որոնք որ երկարատև ժամանակահատված ունեցել են միջանձնային ընտանեկան խնդիրներ, կոնֆլիկտներ, աշխատանքային գործունեություն ժամանակ որոշակի խնդիրներ եւ դա արտահայտվել է արդեն իրենց ինտիմ կյանքի վրա։ Սեռական ցանկությունը լրիվ բացակայում է այս դեպքում, սկսում է բացակայել եւ անհատները այսպես շատ բնորոշ կերպով նշում են, որ կարծես թե մոռացել ենք մենք երբ ենք վերջին անգամ մենք ինտիմ մերձեցում ունեցել։ Ինչու որովհետեւ այս դիստրեսը, որը որ անընդհատ օրգանիզմի հյուծում է, հնարավորություն չի տալիս այս հաճույքի, հոգեսեքսուալ բավարարվածությանը ուղղված մեր օրգանիզմի ֆունկցիաների ակտիվացմանը եւ շատ հաճախ մենք արձանագրում ենք սեռական ֆունկցիայի խանգարումներ, եթե անհատի մոտ առաջանում է անհաջողության սպասման նևրոզ։ Տագնապայնություն, այո, զույգեր ունենք, որոնք որ հատկապես տղամարդու մոտ, ես կասեմ նաև կնոջ մոտ ինչպես է դրսևորվում։ Տղամարդու մոտ սեռական մերձեցում սկսելուց առաջ սկսում է տագնապ, սրտխփոց, քրտնոտություն, սրտի աշխատանքի հաճախություն, այսպես տագնապային իրավիճակ, խուճապ, որը որ հանգեցնում է սեռական անկարողության։ Սա այլ կերպ կոչվում է կատարման տագնապ, անգլիախոս գրականության մեջ է այսպես նշվում։ Կանանց մոտ ունեցած իրենց սխալ պատկերացումներից, ունեցած իրենց
վատ մտքերից, վատ սպասումներից, ցավային հնարավոր համախտանիշից ելնելով, այսպեսի սպասումներից ելնելով իրենց մոտ սկսում է դրսևորվել ցավային համախտանիշ եւ տագնապ եւ գծկումներ եւ այսպես դիսպարեունիայի եւ հագինիզմի երևույթներ, սա իրենց սպասումների դրսևորման արդյունքում է լինում։ Այս ստրեսները, այդ վախերը, որ նրանց մոտ կա, շատ հաճախ անհիմն վախեր, շատ հաճախ չհիմնավորված, որոշակի չապացուցված վախեր, այլ լսած ինֆորմացիայի պատճառով, կարդացած ինֆորմացիայի պատճառով, ապա տեղեկատվություն եւ այն ստրեսային իրավիճակները այդ պատնապայնությունը հարուցում է սեռական հարաբերության չստացվելուն։ Զույգերի մոտ առաջանում լարված իրավիճակ, միմյանցից նեղացկոտություն, միմյանց մեղադրել այս ֆունկցիայի խանգարման մեջ, իրենց հարաբերությունների չստացվելու մեջ եւ իրականում նաեւ պատճառ հանդիսանում սեքսուալ դիսհարմոնիայի։ Բժիշկ, իսկ կարող է լինել ճիշտ հակառակը, սեքսը նպաստի կորտիզոլի իջեցմանը։ Այո։ Մենք բազմիցս ուսումնասիրել եւ նաեւ գրականության մեջ կան բազմաթիվ տվյալներ, ինչպես է առողջ սեռական կյանքը դրական անդրադառնում մարդու ընդհանուր առողջության վրա։ Եվ հականշական է, որ եւ շատ կարեւոր է ռեգուլարության պահպանում։ Այսինքն առողջ եւ կանոնավոր սեռական կյանքը ունի շատ կարեւոր նշանակություն ընդհանուր առողջության պահպանման տեսանկյունից։ Տղամարդու պարագայում այն նպաստում է դրական է անդրադառնում նաև շագանակագեղձի առողջության վրա, ապացուցված է նաև, որ կանոնավոր սեռական կյանքը ունի շագանակագեղձի քաղցկեղը կանխարգելող ազդեցություն, կանանց պարագայում դա այն դրսևորվում է բազմաթիվ դրական հատկանիշներով, ընդհանուր օրգանիզմի աշխատունակության, ընդհանուր հոգի-էմոցիոնալ դրական միջավայր ստեղծելով եւ նաեւ շատ կարեւոր է, որպեսզի զույգերը հարաբերությունից ստանան հոգեսեքսուալ բավարարվածություն։ Ամենակարևորագույն հանգամանքը դա է։ Բժիշկ, վերարտադրողական հնարավորությունները տղամարդու եւ կնոջ մոտ կյանքի տարբեր տևողություն ունեն, այսպես ասենք, ու մոտ է ավելի երկար, որովհետեւ շատ հաճախ լսում ենք ավելի բարձր տարիքում կինը հղիացավ, առողջ երեխա ունեցավ, քան թե այդ նույն տարիքային սիգմենտում տղամարդը, ինչով է սա պայմանավորված, նորից այդ առողջ կենսակերպն է թե ոչ, որտեվ վատ սովորությունների հիմնականում տղամարդիկ են հակված լինում։ Ասեմ, որ տղամարդու մոտ հիմնականում կարելի ասել ռեպրոդուկտիվ առողջությունը, վերարտադրողական առողջությունը սահմանափակ չէ, լիմիտավորված չէ։ Եվ իր կյանքի ամբողջ ընթացքում հիմնականում տեղի է ունենում սպերմատոգենեզ, սերմն առաջացման process։ Եվ տղամարդը տարբեր տարիքային խմբերում, այդ թվում նաև բավականին մեծ տարիքային այդ հատվածում կարող է ունենալ բեղմնավորող հատկությունները օժտված սերմնահեղուկ։ Ի տարբերություն կնոջ, որի ռեպրոդուկտիվ վերարտադրողական ֆունկցիան լիմիտավորված է եւ կա որոշակի տարիք, երբ որ արդեն իսկ ձվազատումը կանգ է առնում, օվուլյացիան դադարում է, այս պարագայում արդեն իսկ մեկ արձանագրում է, որ կնոջ մոտ այլևս ռեպրոդուկտիվ վերարտադրողական ֆունկցիա հնարավոր չէ։ Կլիմաքս կոչված է։ Այո։ Եվ դա այս պարագայում արդեն կարող է օգնության գալ արդեն արտամարմնային բեղմնավորման տեխնոլոգիաները, որոնք որ կարող են օգնել այն կանանց, որոնք որ այդ տարիքում են նորից մայրանել։ Այսինքն կլիմաքսի շրջանը արդեն վերաբրած կինը վիճակի ունենալ երեխա։ Եթե հնարավորություն է ընձեռնվում իր ծավալիչները ստանալ, ապա կարողանում են որոշակի խթանման, հորմոնալ խթանման միջոցով ստանել։ Եթե ոչ, ապա դիմում են դոնորական ծավալիչի կիրառմանը։ Այսինքն արհեստական բեղմնավորման պարագայում այո կարող է։ Հնարավոր է։ Բժիշկ, դուք ասացիք շատ կարևոր է սեռական առողջության համար հարաբերությունների պարբերականությունը, որն է որ համարվում է առողջ հաճախականություն եւ արդյոք սա միջինացված է ասելու այն ինչ որ ասելու եք, թե գոյություն ունեն նաեւ օրգանիզմի առանձնահատկություններ։ Իհարկե, ինդիվիդուալ է որոշակիորեն եւ պայմանավորված է սեռական հարաբերությունների ռիթմը եւ այդ ցանկությունը պայմանավորված է անձի մարմնասեռական կառուցվածքով, ինչպես նաեւ սեռական կոնստիտուցիայի տիպով։ Գոյություն է ընդհանուր առմամբ թույլ, միջին եւ ուժեղ սեռական կոնստիտուցիաներ, մարմնակառուցվածքներ։ Հետևաբար ուժեղ սեռական կոնստիտուցիա ունեցող անհատը, ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, ունեն ավելի բարձր սեռական ցանկություն եւ նրանց համար միջինացված ռիթմը առավել բարձր է։
Իսկ միջին ստատիստիկ ռիթմը, միջին սեռական կոնստրուկցիայի պարագայում եւ մշտական զուգընկերային փոխհարաբերությունների պարագայում 2-ից 4 հարաբերություններ շաբաթվա ընթացքում։ Սա հիմնականում միջինացված տվյալներն են եւ վերաբերում են միջին սեռական կանոնացիա ունեցող հասուն տարիքում գտնվող զույգերին։ Իհարկե, նաև գործունեություն է տարիքային որոշակի տարբերություններ, երիտասարդները մոտային ավելի հաճախ է, Այո։ ավելի մեծ տարիքում, ավագ տարիքում առավել կարող է սեռական ցանկությունը իջնել եւ ռիթմը ավելի դանդաղ է, սակայն առավել կարևոր հանգամանք է, որպեսզի սեռական ցանկությունները զույգերի միմյանց հետ համընկնի եւ միմյանց պահանջմունքները, սպասումները համընկնեն իրար։ Որպեսզի ցանկություններն ու հնարավորությունները համընկնեն։ Բժիշկ, արդյոք գոյություն ունեն միջոցներ, դեղամիջոցներ ես նկատի ունեմ արդեն բժշկական տեսանկյունից ապացուցված, նույն այդ Viagra-ն, որը տևական է դարձնում տղամարդու հնարավորությունները, կամ արդյոք գոյություն ունի կնոջ համար ինչ-որ մի հապ, որը նպաստում է նրա ցանկության արթնացմանն ու կրկնապատկմանը։ Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ սեքսոլոգիական դեղամիջոցները բազմաթիվ են եւ ժամանակակից գիտությունը հնարավորություն է տալիս բավականին արդյունավետ բուժել եւ կարգավորել սեռական խանգարումները, ինչպես նաեւ սեռական ֆունկցիան պահպանել մինչեւ մեծ տարիք։ Իհարկե, յուրաքանչյուր տարիքում գոյություն ունեն որոշակի հիվանդություններ, որոնք որ կարող են հարուցել սեռական խանգարումներ։ Չէ՞ որ սեռական խանգարումները միայն ինքնին չեն դրսևորվում, այլ նաև որոշակի այլ հիվանդությունների արտացոլումն են, դրանց երկրորդային բաղկացություններ են հանդիսանում։ Եվ այս պարագայում արդեն իսկ շատ կարևոր է ընդհանուր առողջության վերականգնումը, որը որ նաև կնպաստի սեռական առողջության վերականգնմանը։ Ցավոք սրտի պետք է ասել, որ կանանց սեքսուալության վրա ազդող դեղորայքները չափազանց քիչ են, որովհետև կնոջ սեքսուալությունը որոշակիորեն հոգեեմոցիոնալ պայմանավորվածություն ունի, ավելի քիչ սոմատիզացված է, քան տղամարդունը։ Կնոջ սեքսուալությունը հիմնականում ոչ մարմնական է, այսինքն շատ պայմանավորված չէ օրգանական գործոններով, այլ հիմնականում պայմանավորված է ֆունկցիոնալ գործոններով։ Այսինքն կնոջ սեքսուալության առումով բացառիկ կարևոր նշանակություն ունի այն դրական միջավայրը, որտեղ որ այն վստահելի փոխհարաբերությունները, որը կա զույգերի միջև, այն նաև հոգեեմոցիոնալ դրական կարգավիճակը, որը որ առկա է, եւ նաև շատ կարևոր է ընդհանուր առողջության հետ կապված խնդիրները։ Կանանց համար շատ նշանակություն են նաև ստրեսային իրավիճակները, նաև միջանձնային փոխհարաբերությունները եւ նաև ինչու՞ չէ նաև որոշակի հորմոնալ խնդիրները, սակայն առավել քիչ կարևորություն ունեն հորմոնալ փոփոխությունները կնոջ օրգանիզմի, քան տղամարդու օրգանիզմի։ Փաստորեն այնուամենայնիվ նման հաբեր գոյություն ունեն, որոնք արթնացնում են կնոջ մեջ ցանկությունը սեռական։ Կան որոշակի դեղորայքներ, որոնք որ ցուցված են սեռական ցանկության նվազման կարգավորման տեսանկյունից, եւ ինչպես նաև կան նաև հորմոնալ խնդիրների կարգավորմանը ուղղված դեղորայքներ, արյան շրջանառության կարգավորմանը ուղղված դեղորայքներ, ինչպես նաև ընդհանուր կնոջ առողջության վերականգնման ուղղված դեղորայքներ, որոնք որ ամբողջ համատեքստում գումարած նաև հոգեթերապևտիկ աշխատանքը, նաև մեր դեղորայքայիններին զուգընթաց նաև զույգային թերապիան հասցնում են օգնում են մեզ հասնել որոշակի արդյունքի։ Այս դեղամիջոցները թե կանանց եւ թե տղամարդկանց պարագայում կարող են ունենալ շատ վատ եզրահանգում, օրինակ սրտի կանգ։ Եղել են դեպքեր, երբ տղամարդը այսպես իր սեռական ցանկությունն ու հնարավորությունը խթանող հաբեր է ընդունել եւ սրտի կանգ է գրանցվել։ Սրանք համընկնումներ են, թե իսկապես բացասական ազդեցություն ունի։ Եթե դեղորայքները ընտրված են ճիշտ եւ ըստ կիրառվում են ըստ ցուցումների, հաշվի են առնվում անհատի ունեցած ուղեկցող հիվանդությունները, հաշվի առնվում անհատի այլ հիվանդություններով պայմանավորված օգտագործվող դեղորայքները եւ այդ ամբողջ համամասնության մեջ ճիշտ նշանակում է արվում, ապա դրանք բավականին անվտանգ են եւ բավականին էֆեկտիվ եւ չեն կարող հարուցել որոշակի խնդիրներ, եթե օրեցեմ կրկնում շատ ճիշտ հաշվարկված նշանակվում է։ Սակայն ցավոք սրտի մեր այցելուների մեջ կամ մարդկանց մոտ տարածված է նաև ինքնաբուժությունը, որտեղ որ երբ որ անհատը առանց այդքան մանրակրկիտ ուսումնասիրության ինքնուրույն իր որոշումով կամ հնարավոր է նաև
տեղատան աշխատողի ցուցումով վերցնում է որոշակի դեղորայք առանց չափաբաժնի ճիշտ հստակ կիրառում է եւ ունենում ենք այո անդառնալի հետևանքներ կամ արտահայտված կողմնակի էֆեկտներ։ Ուստի դրա համար առավել եւս սեռական առողջության վերականգնման ուղղված դեղորայքները պետք է հստակ ուսումնասիրվեն բժշկի կողմից անհատի ունեցած մնացած խնդիրները ուսումնասիրելուց հետո նոր պետք է նշանակի որպեսզի ունենան անվտանգ լինեն եւ ունենան բարձր էֆեկտիվություն։ Այսինքն չի բացառվում նաև այսպես շատ վատ հանգուցալուծում չափաբաժնի դեղորայքի չափաբաժնի գերազանցման պարագայում կամ չափից ավելի հաճախ օգտագործման Այո։ Եվ ամփոփելով մեր զրույցը, բժիշկ պարզեցինք, որ սիրով զբաղվելը իջեցնում է կորտիզոլը, առավոտյան հարաբերություններ ունենալը նպաստում է լավ օրվա շարունակությանը, եւ մարդը գնում է աշխատանքի, շփվում է միջավայրի հետ, ավելի պակաս, ագրեսիայով եւ ավելի բարեհամբույր։ Եվ ավելի կրեատիվ մտածողություն է ունենում եւ իհարկե բարությամբ է տրամադրվում իր շրջապատի նկատմամբ ագրեսիան իջնում է միանշանակ։ Կարող ենք ասել մարդիկ, ովքեր չունեն սեռական հարաբերություններ, մի փոքր ավելի դյուրագրգիռ են։ Հնարավոր է նաև այդպես եւ որովհետեւ ընդհանուր առմամբ գիտեք սեռական ակտիվության ժամանակ է արտադրվում այն կարևորագույն նյութերը, որը դոֆամինները, սերոտոնինը, որոնք որ դրական ազդեցություն ունեն ընդհանուր կենտրոնական նյարդային համակարգի վրա եւ ստրեսակայուն էֆեկտ են ապահովում։ Շնորհակալություն զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Ծնվեք առողջ, քնեք ժամանակին, զբաղվեք սիրով եւ հանգիստ թողեք ձեր շրջապատի մարդկանց։ Կարգավորեք ձեր կյանքը, դարձեք երջանիկ եւ կտեսնեք, որ աշխարհը ձեր հանդեպ կդառնա նույնպես ավելի բարեհամբույր։ Հանդիպելու ենք նաեւ հաջորդ անգամ առայժմ։